Սոցիալական հարթակներում տարածվող լուրերն այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից Ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Տեսչական մարմնից պարզաբանում են, որ արտահանման կամ ներմուծման սահմանափակումների վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես երկրների լիազոր մարմինների կողմից։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը։ Ըստ լրատվամիջոցների նամակում ռուսական կողմը Հայաստանի զգուշացրել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցության գործընթացը։ Արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ նամակը կուսումնասիրվի եւ հայկական կողմը կարձագանքի ըստ անհրաժեշտության։ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 2 վագոն կարբամիդ եւ 1 վագոն ալյուր։ Մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 28000 տոննա հացահատիկ, ավելի քան 4000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին եւ 68 տոննա հնդկաձավաճ։ Տարանցմանը զուգահեռ Ադրբեջանից Հայաստան է արտահանվում նաեւ նավթամթերք։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի եւ Ռոսսելխոզնadzորի ներկայացուցիչները քննարկել են մայիսի 20-ից 27-ը անասնաբուժական եւ բուսասանիտարական ոլորտներում գործունեություն ծավալող հայկական ընկերություններում իրականացված համատեղ ստուգումների նախնական արդյունքները։ Մինչ պաշտոնական ամփոփագրի հրապարակումը երկու երկրների վերահսկող կառույցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողականորեն իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները։ Շեշտադրվել է Ռուսաստանի Դաշնության շուկա բացառապես ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի արտահանման ապահովումը։ Միացյալ Նահանգները մտադիր է մաքսատուրքեր սահմանել հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտու իր գործընկերների նկատմամբ եւ շարունակում է բախվել Կանադայի հետ լուրջ առևտրային խնդիրների։ Այս մասին հայտարարել են առևտրի պալատից։ Առաջիկա բանակցությունների ընթացքում պաշտոնյաները կքննարկեն ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների փոփոխությունը ամերիկյան բաղադրիչների մասնաբաժինը մեծացնելու նպատակով։ Ղազախստանի եւ Ռուսաստանի իշխանությունները սկսել են քննարկումներ հանրապետության տարածքով դեպի Չինաստան նոր գազատարի գործարկման հեռանկարների մասին։ Կողմերը քննարկում են մինչև 35 միլիարդ խորանարդ թողունակությամբ խողովակաշարի կառուցման տարբերակը։ Խողովակաշարի գործարկումը թույլ կտա լուծել Ղազախստանի հյուսիսային եւ արևելյան շրջանների գազաֆիկացման խնդիրը, ապահովելով այդ տարածքների կայուն մատակարարումը կապույտ վառելիքով։ Բրազիլիայում հավանություն է տրվել սահմանադրության փոփոխության նախագծին, որով նախատեսվում է երկրում սահմանել 40-ժամյա աշխատանքային շաբաթ։ Օրենսդրական փոփոխությունը չեղարկում է ներկայում գործող 6-րդ աշխատանքային օրը եւ սահմանում շաբաթական 2 անընդմեջ հանգստյան օր։ Ըստ նախնական հաշվարկների բարեփոխումը երաշխավորում է աշխատավարձի ներկայիս մակարդակի պահպանումը առնվազն 37 միլիոն աշխատողի համար։ Ներկայում Բրազիլիայի օրենսդրությամբ աշխատանքային շաբաթը կազմում է 44 ժամ, որը ներառում է 5-8 ժամյա հերթափոխ եւ 4 ժամ աշխատանք շաբաթվա 6-րդ օրը։ Իտալական Bottega Veneta նորաձևության տունը ներկայացրել է AirPods ականջակալների համար նախատեսված Tosca պատյանը, որի մանրածախ գինը սահմանվել է $1250։ Արտադրանքը թողարկվել է մուգ շագանակագույն երանգով եւ պատրաստված է հորթի կաշվից։ Ապրանքանիշի ֆիրմային հյուսվածքով, որը կիրառվում է նաեւ բրենդի հիմնական պայուսակների արտադրության մեջ։ Պատյանն ունի ձեռքով կարված կաշվե ժապավեն, ինչը հնարավորություն է տալիս այն կրել որպես առանձին աքսեսուար։ Եվրոպական ավտոմոբիլային շուկան ցուցադրում է վերականգնման հստակ նշաններ։ Չնայած գնաճային ճնշումներին եւ տնտեսական անորոշությանը, Եվրամիությունում նոր մարդատար ավտոմեքենաների պահանջարկը շարունակում է աճել։ Ավելի լայն աշխարհագրությամբ ներառյալ Մեծ Բրիտանիան եւ Շվեյցարիան, շուկան նույնպես առաջընթաց է գրանցում, ինչին մեծապես նպաստել է բրիտանական շուկայի կտրուկ ակտիվացումը։ Եվրամիության երկրներում ապրիլին գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 972,000
314, 2025 թվականի ապրիլի 925,324-ի դիմաց։ Ավտոմոբիլային ոլորտի ամենատպավորիչ միտումը էլեկտրամոբիլների պահանջարկի կտրուկ աճն է։ Էլեկտրական մեքենաների մասնաբաժինը ընդհանուր շուկայում զգալիորեն մեծացել է նախորդ տարվա համեմատ։ Այս ֆոնին իր դիրքերն էականորեն ամրապնդել է ամերիկյան Տեսլան։ Եվրոպացի սպառողն այլևս չի կասկածում ապագան ամբողջությամբ էլեկտրական է։ Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում, պարզապես վաճառքի աճ չէ, դա հին մտածելակերպի փլուզում է։ Մարդիկ ցանկանում են տեխնոլոգիա, մաքրություն եւ արագություն։ Մենք պատրաստ ենք բավարարել այդ պահանջարկը։ Եվրոպական ավանդական ավտոմոբիլային հսկաները ստիպված են վերանայել իրենց ռազմավարությունը մրցակիցների ճնշման ներքո։ Mercedes-Benz եւ Volkswagen Group ընկերություններին հաջողվել է ավելացնել իրենց վաճառքի ծավալները։ Ընդ որում Mercedes-Benz-ին հաջողվել է շրջանցել իր հավերժական մրցակից BMW-ին։ Էլեկտրամոբիլների նման լայն տարածումը իր հետ բերում է նաեւ լուրջ ենթակառուցվածքային մարտահրավերներ, ինչի մասին ահազանգում են ոլորտի պատասխանատուները։ Էլեկտրամոբիլների վաճառքի աճը հուսադրող է, բայց մենք չենք կարող աչք փակել խնդիրների վրա։ Լիցքավորման կայանների ցանցի ընդլայնումը չի հասցնում այս տեմպերի հետևից։ Եթե Եվրամիության կառավարությունները չարագացնեն ենթակառուցվածքների զարգացումը, մենք շուտով կբախվենք լուրջ ճգնաժամի, ինչը կդանդաղեցնի դեպի կլիմայական չեզոքություն տանող ընթացքը։ Քաղաքական հարթակներում եւս այս ցուցանիշները դիտարկվում են որպես Եվրամիության էկոլոգիական օրակարգի հաղթանակ, թեև մտահոգություններ կան արդյունաբերական մրցունակության վերաբերյալ։ Էլեկտրամոբիլների մասնաբաժնի աճը ապացուցում է, որ Եվրոպան մնում է համաշխարհային էկոտրանսֆորմացիայի առաջամարտիկը, սակայն մեր նպատակն է ոչ միայն սպառել, այլև արտադրել այդ մեքենաները հենց Եվրոպայում։ Մենք պետք է պաշտպանենք մեր արդյունաբերությունը անհավասար արտաքին մրցակցությունից եւ ապահովենք, որ ապագայի ավտոմեքենաները արտադրվեն եվրոպական գործարաններում։ Տարվա առաջին ամիսների արդյունքներով Եվրոպան վստահորեն շարժվում է դեպի նախաճգնաժամային ցուցանիշների վերականգնում։ Այնուամենայնիվ, տարվա երկրորդ կեսը ցույց կտա, թե որքանով է եվրոպական արդյունաբերությունը պատրաստ դիմակայելու չինական էլեկտրամոբիլների ներհոսքին եւ արդյոք ավանդական բրենդները կկարողանան հետ բերել կորցրած տոկոսները։ «2026 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 429 միլիարդ 342 միլիոն դրամ է։ Մասնավորապես ռեզիդենտներին տրամադրվել է 393 միլիարդ 687 միլիոն դրամ վարկ, իսկ ոչ ռեզիդենտներին 35 միլիարդ 655 միլիոն դրամ վարկ։